Բարև ձեզ բարեկամներ, նոր աշխատանքային շաբաթն է սկսվում, աշխատանքային նոր շաբաթ, որը իհարկե լի է լինելու նաև անակնկալ բացահայտումներով, հետաքրքիր հանդիպումներով և իհարկե ինքնատիպ կարծիքներով։ Մենք միշտ աշխատում ենք ձեզ ներկայացնել այն ամենը, ինչը կատարվում է մեր շուրջը, և ամենակարևորը այդ բոլորը ճշմարտացի, և այսօր մեր շատ ցանկալի հյուրի հետ մենք փորձելու ենք հերթական անակնկալ, այսպես ասած, եթերը մատուցել մեր ունկնդրին, իսկ այսօր մեր տաղավարում Աննա Ղուկասյանն է, նախկին զինվորականը, չնայած նախկին զինվորական չեն լինում, չէ՞։ Հատկապես հետախուզությունում։ Այո, հատկապես հրաշալի միանձնավորությունով ներկայացնում է համահայկական ճակատ շարժումը։ Աննա, շատ ուրախ եմ, որ մեր եթերում ես, եւ պիտի ասեմ, որ Աննա Ղուկասյանին արդեն շատերն են ճանաչում որպես համարձակ, այսպես մտքեր արտահայտող անձնավորության։ Պիտի խոսենք երկու օր առաջ ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած իրադարձության մասին, որով ամբողջ մամուլը ողողված է։ Դուք ձեր, ինչպես ասում են, կուսակից ընկերները ներկա եք այդ ամենին, այդ միջադեպին եւ կուզենայի լայն բացեք փակագծերը։ Այո, իհարկե, բարև ձեզ, ողջունում եմ ես էլ ձեզ։ Ճիշտ եք ասում, ամբողջ տեղեկատվական դաշտը այսօրին խոսում է այդ միջադեպի մասին առանձնապես, մասնավորապես, եւ ինչից ամեն ինչ սկսվեց։ Փաստացի այս 3 երրորդյա պահանջ պայքարը, որ մղվում է ազգային ժողովի մուտքի մոտ, այն նախաձեռնել է մեր մարտական ընկեր 44-օրյայի մասնակից, 44-օրյա պատերազմի մասնակից, դաժան ճանապարհներով, ուղիներով պատերազմական անցած մեր մարտական ընկեր Միքայել, հանրությանը հայտնի Միկա Մարգարյանը, իր մարտական ընկերների հետ, ինչպես նաև զոհված զինծառայողների, ծնողների եւ անհետ կորածների հարազատների հետ, այսպես համատեղ, որին որպես քաղաքական ուժ, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ ղեկավար, իր աջակցությունը, իր միացումն է, այսպես ասած, հայտնել մեր կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանը, նորից պահեստազորի փոխգնդապետ, զինծառայող, այլ կուսակցություններ եւս ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը եւս օրեր առաջ հայտնեց իր աջակցությունը ծնողներին եւ մեր մարտական ընկերներին։ Ինչևէ, փորձեմ կարճ ներկայացնել, այս երրորդյա պահանջ պայքարի միակ, այսպես ասած, պահանջը այն էր, որ այսքան տարի քննվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները, այդ պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կա, որը պետք է նաև այդ քննությունից հետո, քննություն առնելուց հետո այդ ամենը, այդ հանգամանքները հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվել։ Իդեպ հարցը դրված է ոչ միայն պատերազմի հանգամանքների, այլ պատերազմից առաջ, դիվանագիտական, այսպես ասած, աշխատանքների մասին, ինչ է կատարվել, որ ինչ չի կատարվել, որ պետք է կատարվեր, ինչ պետք է լիներ, որ ինչ պետք է արվեր առհասարակ եւ դիվանագիտական եւ այո, մեր այսպես համակարգի կառավարման կողմից, իշխանության կողմից նաև, որը չի արվել, որպեսզի այդ պատերազմի ելքը հնարավորինս քիչ այդ կորուստներով մենք ելք ունենայինք։ Եվ 3 օրը ծնողները, մարտական ընկերները հավաքվում են ազգային ժողովի մուտքի դիմաց, որպեսզի падգամավորները երբ դուրս են գալիս, այդ լսումներից հետո, անմիջապես падգամավորներին խորհրդարանի տեսնեն, հանդիպեն եւ ուղիղ հարց ուղղեն, թե ինչ է լինելու, ի վերջո երբ է զեկույցը հրապարակվելու, չնայած որ օրեր առաջ Անդրանիկ Քոչարյանը, ով այդ քննիչ հանձնաժողովի նախագահն է, ղեկավարն է, հայտարարել էր, որ այդ զեկույցը ուղարկվում է առաջին բաժին ազգային ժողովի, որը մեզ հայտնի է որպես հույժ գաղտնի փաստաթղթերի բաժին, հետևաբար դա նշանակում է, որ հանրայնացումը արդեն հանրայնացման մասին խոսք լինել չի կարող։ Եվ տղաների եւ մեր պայքարի պահանջի կարևոր պահանջն այն էր, որ գոնե այս լսումների, որ կատարվում են այս լսումները քառօրյա, թե երրորդյա, չգիտեմ, խորհրդարանում, գոնե 1 օր նվիրվի այդ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Մեզ մոտեցել են միայն Հայաստան դաշինքից մի քանի ուրեմն падգամավորներ, փորձել են հարցերին պատասխանել ծնողների, պատիվ ունեմից չեն մոտեցել, բայց
նրանց падգամավորներից մեկը ունեցել է այսպես Facebook-յան եթերով իր աջակցությունն է հայտնել եւ ասել է, որ այո, հարցը կբարձրացվի, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ճողոպրել են հիմնականում եւ հարցերից են փախել եւ հանդիպումից են փախել եւ կին падգամավորները իդեպ ասեմ մի քիչ նույնիսկ падգամավորին ոչ հարիր պահվածքով եւ ոչ հարիր այսպես լեքսիկոնով կիսապատասխաններ տալով, այսպես քայլելու ընթացքում պատասխաններ տալով եւ հեռանալով, մի խոսքով այսպես ոչ կոռեկտ, ոչ падգամավորին ոչ հարիր պահվածքով Այդ ամենը տեսագրված է բնականաբար, տեսանկարահանված են, իհարկե ես եւս ունեմ, որովհետեւ ես անմիջապես այն սիրով կտրամադրեմ։ Հիմա մենք կզրուցենք եւ զուգահեռ կցուցադրենք այդ կադրերը։ Այո, այդ կադրերը ուղիղ եթերից են։ Մի խոսքով, պահանջը ընդհանրապես այց է եղել, այն եղել է խաղաղ, հանգիստ, զրույցի միջոցով փորձել են մեր ընկերները падգամավորների միջոցով իմանալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Դե իհարկե այդ ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանը երբ մոտեցել է, այնտեղ Միկա Մարգարյանի հարցին բնականաբար արդեն տեսանյութում երևում է, որ չի ուզում պատասխանել, ասում է տարեք սրանից, այդ սրանից հետո մեր ընկերը այդ ընթացքում արա ոնց որ խոսույթն է բանը բարձրաձայնել, ասել խոսքի մեջ, որին ի պատասխան Սիմոնյանը պատասխանել է Արամ Պապատա։ Միկա Մարգարյանի հայրը մահացած է, բնականաբար այստեղ խոսում է սրբության արժանապատվության հարց եւ բնականաբար հայհոյանքով է պատասխան եղել, ինչին ի պատասխան դրանից հետո Ալեն Սիմոնյանն է զոհվածնողներից մեկին, եթե չեմ սխալվում, Արսեն Ղուկասյանն, եթե չեմ սխալվում, դա կադրերից պետք է տեսնենք, պատասխանել է եւս հայհոյանքով, դրան ես ներկա եմ եղել, տեսել եմ։ Այո, այդ տեսանյութը եւս կա, ես էլ այնտեղ կանգնած եմ եղել, ինքն էլ չի ժխտում, որ հայհոյել է, ասում է այո, հայհոյել եմ, պատասխանել եմ եւ այլն։ Մի խոսքով այսպեսի թյուրիմացություն է տեղի ունեցել, բայց գիտեք ինչ, այսպիսի բաներ կարող են լինել, բայց իշխանության ներկայացուցիչը պետք է այնքան մեծ զսպվածություն ունենա, որ հասկանա նաև զոհված զինծառայողի ծնողի էմոցիաները։ Կարծում եմ քաղաքական գործիչները հատուկ նաև շկոլա պետք է անցած լինեն, որ իմանան ինչ է նշանակում նախ էմոցիոնալ ինտելեկտ, ինչ է նշանակում ժեստերի լեզու, մարմնի այսպես խոսակցական լեզուն, ինչպես շփվել այս կամ այն խավի հետ, այն մարդկանց հետ, ովքեր զավակ են կորցրել, ովքեր կորցրել են զավակ եւ նրանց տեղը անգամ հայտնի չէ, խոսքս անհետ կորած զինծառայողների հարազատների մասին են։ Նրանց էմոցիաները այս օրերին շատ խոցելի են եւ կարծում եմ իշխանության առաջին հերթին իշխանության ներկայացուցիչը պետական ծառայողը պետք է կարողանա հարգել այդ մարդկանց էմոցիաները, հարգել այդ մարդկանց վիշտը եւ ցավը եւ ցանկացած պարագայում հունից դուրս չգալ։ Սա է ամբողջ հարցը։ Դե ես պիտի ասեմ, մենք կադրերը զուգահեռ որ դիտեցինք ձեր տրամադրած, դա խոսում է այն մասին, որ իսկապես դա միջադեպ է տեղի ունեցել ազգային ժողովի մուտքի մոտ եւ այդ միջադեպի հաջորդ օրն էլ ես տեղեկացա, որ ինչ որ անհայտ մարդիկ գնացել են ձեր կուսակցության ղեկավարի տուն, ինչ որ ստուգումների, թե պարզաբանումների, ինչ կարող եք այդ մասին ասել։ Նույն օրը եւ Միկա Մարգարյանի տանն են անհայտ չէ, քաղաքացիական համազգեստով ոստիկաններ գնացել անկապ հարցերով, սա որ հասցել է, սա ինչ հասցե, հեռացել են, որից հետո ոստիկաններ են մոտեցել, նույն ժամին կարելի է ասել, այն ժամին, երբ Միկա Մարգարյանի տանը ոստիկաններ են մոտեցել, նույն ժամին մեզ ահազանգ է գալիս մեր համահայկական ճակատի ղեկավար Արսեն Վարդանյանի ընտանիքից, որ այս պահին 3-4 քաղաքացիական համազգեստով տղամարդիկ են դուռը զանգում եւ ասում են, որ մենք Արսեն Վարդանյանի ընկերներն ենք, բացեք դուռը։ Գիտեք, այս իշխանության ներկայացուցիչները երևի չեն պատկերացնում, թե Արսեն Վարդանյանը եւ նրա մարտական ընկերները մենք ինչ զորատեսակում ենք ծառայություն անցել եւ մենք ամեն բառին, ամեն ժեստիկուլյացիային եւ ամեն խոսքին շատ ուշադիր ենք։ Ինչպես կարող էր Արսենի ընկերները, ինչպես կարող էին մոտենալ բնակարան եւ ընտանիքին ասել Արսեն Վարդանյանի ընկերներն ենք, այսինքն պաշտոնական դիմել Արսենին։ Նրանք ասեն մենք Արսենի ընկերներն ենք, խնդրում եմ կամ ես ինչ մարդն եմ։ Հասկանում եք, արդեն իսկ պաշտոնական դիմելաձևը պարզ է դառնում պաշտոնական դիմելաձևից, որ այստեղ ընկերների մասին խոսք լինել չի կարող։ Եվ գիտեք,
ուզում եմ հասկանալ, սա ինչ ահաբեկման նոր ձև է։ Մենք 21-րդ լուսավոր դարում ենք, պարոնայք։ Այս ինչ ահաբեկման ձևեր են։ Ինչ է նշանակում մարդ ուղարկել ընտանիքի տուն, որտեղ կա մանկահասակ երեխա, բնականաբար մանկահասակ երեխա կա տունը եւ դուռը չի բացվել, նրանք հեռացել են։ Եվ Արսեն Վարդանյանը իհարկե իր ուղերձում էլ ասել է, որ ես իմ հեռախոսահամար իմ բոլոր ընկերները գիտեն, այսօրերին իր բոլոր ընկերները մարտական եւ այլ իր կողքին են, եւ չկա մի այդպիսի ընկեր, որ գնա տանը Արսենին փնտրի։ Արսեն Վարդանյան դիմելաձևով։ Եվ սա շատ տհաճ է, որ այս օրերին կարող են նման ահաբեկման ձևով, ահաբեկելու միջոցով փորձեն մարդկանց վախեցնել։ Այն մթնոլորտը տահաճ, որ այսօր ձևավորվեց որվել է ընդդիմության եւ իշխանության միջև, ինչով եք դա բացատրում։ Ներողություն, ես ուզում եմ հարցին հարցով փոխադարձել եւ իհարկե կպատասխանեմ սիրով ձեր հարցին, ինչ է նշանակում ընդդիմություն, իշխանություն։ Ես իշխանությունը դա հասկանում եմ, բայց որ ընդդիմությունն է այսօր ընդդիմանում իշխանությանը։ Ներողություն, բայց կարկանդակ ուտելու, կուկուրուզ ուտելու կամ իշխանության պահվածքի մասին տեսաուղերձներ անելու եւ քննադատելու միջոցով դա դեռ իշխանություն ընդդիմություն պայքար չէ։ Դա բոլորը կարող են անել։ Կներեք էկրաններից այն կողմ բոլորը կարող են մտնել, ասել դու սենց ես, դու նենց ես։ Իրական պայքարը այնտեղ է, որտեղ երբ անհատ պայքարող 44 օրյայի մասնակից տղային տանում են դատարան եւ քննչական, այդ մասին ուղիղ եթերներ ենք մտնում, խնդրում աղաչում ենք մեր ընդդիմադիր ընկերներին։ Ես ընդդիմության շարքերում շատ լավ ընկերներ ունեմ եւ ես ցավում եմ, որ ես 10 կամ 15 հոգու հետ մենակ եմ կանգնած այդ քննչականի դիմաց եւ պայքարում ենք մեր ընկերոջ համար։ Ես ցավում եմ այս ընդդիմության համար, որ մենք ունենք, կներեք ընկերներ իհարկե, բայց ես ցավում եմ այն ընդդիմության համար, որ մենք ունենք։ Այսօր այդ զոհված տղաների ծնողների կողքին, որոնք 3 գիշերը մինչև ուշ, 3-4-ը մինչև ուշ դատարանների եւ քննչականների առաջ կանգնած պայքարում են 44 օրյայի մասնակցի համար եւ մենակ են այդ ծնողները։ Ուր են հարյուրավոր, հազարավոր ընդդիմադիրները, որոնք Facebook-ում ռիլեր են անում, որոնք Facebook-ում ուղիղ եթերներ են անում եւ քննադատում են Նիկոլ Փաշինյանին պերաշկի ուտելու համար։ Ընկերներ, այս պերաշկի ոնց ասեմ, հատվածից անցում արեք իրական պայքարի հատված։ Եկեք պայքարենք եւ ես ուզում եմ հիշեցնել, որ ամիսներ առաջ, երբ որ Արցախցի մեր հայրենակցին, եթե կհիշեք, Տարան Աջափնյակի դատարան, ինչու համար, որ ընդամենը Facebook-ում post էր արել, որ ադրբեջանցիները Պարում եւ Ղարաբաղ երգն են երգում Հանրապետության հրապարակում եւ դրա համար նրան փորձում են ինչ-որ խափանման միջոց որոշել։ Մենք հարյուրներով դուրս եկանք։ Եվ այդ դատարանի առաջ այնպիսի պայքար մղեցինք, որ մարդուն ժամեր անց բաց թողեցին մեր հայրենակցին։ Նույնը պետք է այսօր կատարվեր, բայց մենք չենք տեսնում այդ համախմբվածությունը։ Այդ համախմբվածությունը միայն ես տեսնում եմ Facebook-ում եւ ազգային ժողովի տրիբունայից, այսպես տրիբունայից դուրս չեմ ուզում որոնց մեկին վիրավորել, եթե վիրավորում եմ ներող կլնավի ընդդիմադիր ընկերները, բայց ցավում եմ, որ մենք մենակ ենք այս պայքարում։ Ես պիտի ասեմ, որ այդ ակցիայի շրջանակներում դուք բնականաբար հանդիպեցիք ազգային ժողովի պատգամավորների, նրանց խոսքերը լսեցիք, պատասխանները փոքր ասեցիք, բայց այնուամենայնիվ ինչ որ լուրջ առաջարկներ, ինչ որ լուրջ կարծիքներ կամ մտքեր արտահայտվեցին։ Այո, Հայաստան դաշինքից կին պատգամավորներից ելույթ ունեցան ու ազգային ժողովի տրիբունայից հարցը բարձրացեցին, որ 44 օրյայի մասնակիցները, ինչպես նաև ծնողները 3 օր է պայքար են մղում եւ պետք է անպայման այդ լսումներից օր հատկացնել այդ 44 օրյայի զեկույցի հետ կապված քննիչ հանձնաժողովի հարցը բարձրացրել են, բայց բանը կայանում է նրանում, խնդիրը կայանում է նրանում, արդյոք այդ հարցը բարձրացնելուց հետո մենք արդյունք ունենալու ենք, եթե չեմ սխալվում, 3-րդ թե 4-րդ օրը հենց այդ Ալեն Սիմոնյանի հետ այդ միջադեպի հաջորդ օրը կարծեմ լսումները դադարեցվել են, եթե ես չեմ սխալվում, որովհետև մեզ ազգային ժողովի մուտքի մոտ ասացին, որ վաղը լսումներ հաջորդ օրը լսումներ չի լինելու, այսինքն ինչ որ կերպ նաև մենք նրանց մի փոքր դրթեցինք, որ դադար տան, հասկանում եք, այս պահը տեղի ունեցավ եւ ես եւս նորից ցավով եմ ուզում նշել, որ
Ես ինքս էլ հույս չունեմ այդ մասով, որովհետև մեր խորհրդի անդամը համահայկական ճակատի խորհրդի անդամը Նարա Գևորգյանը, ով եւս փոխգնդապետ է Պահեստազորի զինված ուժերի եւ նա շատ լավ տեղյակ է նաեւ այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարի գործնեության հետ կապված, Անդրանիկ Քոչարյանի մասին է խոսքը, մեր խորհրդի անդամը 2 օր առաջ նաեւ խոսել է այդ մասին եւ իրավապահներին, իրավապահ համակարգին հորդորել է ոչ թե զոհված զինծառայողների քաշքշել, ոչ թե 44 օրյայի մասնակցի բերման ենթարկել ինչ-որ արաբառի կամ ինչ-որ բառի համար կամ հայհոյանքի համար, այլ հստակ գնալ Անդրանիկ Քոչարյանին հարցնել, որտեղ էր քո որդին 44 օրյա պատերազմի ժամանակ եւ ինչու ես փախցրել պատերազմից քո որդուն։ Եվ հարց է ուղղում մեր խորհրդի անդամը, ինչ է կարծում, արդյոք կարող է պատերազմից իր որդուն փախցրածը ղեկավարել մի քննիչ հանձնաժողով, որը վերաբերվում է այդ նույն պատերազմին։ Սա ուղղակի աբսուրդ է ներողություն, սա աբսուրդ է։ Հասկանում եք, այս հարցը, այս պարադոքսը, մենք չենք հասկանում սրա սկիզբը որտեղ է, վերջը որտեղ է։ Ես պիտի ասեմ, որ ձեր կողմից նախաձեռնած փաստորեն այդ երրորդյա ակցիան ինչ որտեղ իր արդյունքը տվեց։ Այո, ինչ որտեղ իր արդյունքը տվեց, բայց այդ նաև արդյունքի վերջնական արդյունքին հասնելու ցավոք սրտի այդ նպատակը խափանվեց այս խժդժությունը սարքելու համար, հա, այնտեղ ասում են սադրել են, այս են անում։ Ես իդեպ ուզում եմ նաև Ալեն Սիմոնյանի այդ սադրելու մասին հարցին եւս այսպես պատասխանել, որ նաև հանրությունն էլ տեղյակ լինի եւ դրա տեսա ձայնագրությունը եւս կա, երբ Սիմոնյանը մոտենում է, մեր տղաները շատ հարգանքով, ձեռք սեղմելով, ողջունելով սկսում են զրույցը։ Եվ նույնիսկ ասեմ ձեզ, մեկնաբանություններում շատ օգտատերեր գրում են, դա ով է, որ դրան ես ցիտում եմ մեկնաբանությունները, դրան ձեռքով եք բարևում, խոսքը Ալեն Սիմոնյանի մասին է։ Ինչպես կարող են ձեռքով բարևող, ողջունող մարդիկ սադրել։ Եթե մենք մեր տղաները սադրելու ցանկություն ունենային, նրանք կսադրեին ի սկզբանե, ամենասկզբից, եւ ձեռքով չէին բարևի ԱԺ նախագահին։ Իդեպ շատ է խոսում այս օրերին հատկապես Միկա Մարգարյանի մասին, ասում են, որ նրա ետևից նույնպես գնացել են ուժային կառույցների ներկայացուցիչները եւ շատերը նույնիսկ այն կարծիքն են հայտնել, փորձում են նրան կապել ձեր շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։ Այո, ԱԺ գլխավոր դեմքը պարոն Սիմոնյանը եւս իր ուղերձում, հա, տեսաուղերձում 2 օր առաջ, այսպեսի մի միտք արտահայտեց, որ մենք շատ լավ տեղի, իհարկե նա մի քիչ մակերեսորեն խոսեց այդ մասին, բայց դա որ մենք գիտենք ով է սրա այս ամենի գլխավերևում կանգնած եւ բնականաբար նրանք փոքր ֆիգուրի մասին չէին խոսում եւ դրանից հետո իշխանական մամուլ ավելի շատ տարածեց, ինչպես նաեւ տարածեցին գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նկարը, կողքը Միկա Մարգարյանի նկարը, որ իբրև գեներալ Կարապետյանը, որը այս պահին Հայաստանում չէ, այսպես ասած, գործի է դրել իր ակտիվիստներին։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ինչպես նաև օրեր առաջ այդ միջադեպի հաջորդ օրը Արսեն Վարդանյանը, կուսակցության ղեկավարը եւս հայտարարեց, պաշտոնապես հայտարարեց, որ Միքայել Մարգարյանը չի հանդիսանում համահայկական ճակատ կուսակցության ոչ անդամ, ոչ խորհրդի անդամ եւ ոչ էլ համահայկական ճակատ շարժման անդամ։ Բայց Միկա Մարգարյանը 44 օրյա պատերազմի նորից եմ կրկնում մասնակից է եւ Արսեն Վարդանյանի մարտական ընկերն է։ Այս երկու ուրեմն մարտական ընկեր եւ կուսակցական ընկեր եզրույթները եւ մտքերը պետք է մեր իշխանությանը սովորեցնենք, որ դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Բայց դե բնականաբար գիտեք ինչ, այստեղ պետք չի արդարանալ։ Ալեն Սիմոնյանի ելույթը հաջորդ օրվա միջադեպի մի քիչ ինքնաարդարացման էր նման ավելի շուտ ինքնաարդարացման էր նման։ Մի արդարացեք, պարոնակ, եկեք իրենց անուններով անվանենք եւ այս նաեւ քաղաքական պայքարում եւ ոչ քաղաքական պայքարում եւ նմանատիպ հարցերում ուղղակի եղեք ազնիվ։ Այսքան ազնվություն ունենաք, հավատացնում եմ այդ նույն ծնողները ձեզ կհարգեն եւ ձեր խոսքը կընդունեն։ Այսքան ազնվություն է ընդհանրապես պետք, որը ցավոք սրտի մենք չենք տեսնում։
Աննա, եւ ամփոփելով մեր այս զրույցը, փաստորեն կուզենայի, որ ասեիք ինչ ծրագրեր ունեք, ճանապարհային ինչ քարտեզով եք շարժվելու առաջ, հատկապես այս նախընտրական թոհուբոհի ժամանակ։ Գիտեք, ճանապարհային քարտեզը մեր պայքարն է։ Այդ պայքարը շարունակվում է, այն չի դադարելու, ոչ կալանումները, ոչ տուն ուղարկվող, հա, անձանց, այդպես անհայտ անձանց ահաբեկումները, ոչ այլ բաներ, ոչ ինձ, որպես պահեստազորի զինծառայող, ոչ իմ մարտական ընկերներին չի վախեցնում։ Մենք նմանատիպ բաներին նայում ենք ժպիտով։ Գիտեք, ես ուզում եմ մի ուղերձ փոխանցել այն մարդկանց, ովքեր քննադատում են պահեստազորի զինվորականներին, չփորձեք պիտակավորել պահեստազորի զինվորականներին։ Ես հիմա կխոսեմ իմ օրինակից։ Երբ ես տարիներ առաջ կատարում էի Պաշտպանության նախարարի զրոյով սկսվող հրամանները եւ ծառայում էի Հայաստանի Հանրապետությանը, ներողություն որոշ մարդիկ կամ գիշերային կլուբներում այդ մարդիկ, ովքեր քննադատում են, ապարում էին կամ չգիտեմ ինչով էին զբաղված։ Էնպես որ կխնդրեի եւ կպահանջեի երբեք չթիրախավորել եւ չփորձել կեղծ շպրտել պահեստազորի զինվորականների վրա, ինչպես նաեւ երբեք չփորձեք շահարկել զոհված զինծառայողի ծնողների, անհետ կորած զինծառայողների հարազատներին եւ չփորձեք քաղաքական դիվիդենդներ շահել կապելով նրանց կուսակցական շահերի հետ։ Ոչ։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ հայտարարում եմ, որ համահայկական ճակատ շարժումը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ դեռ տարիներ առաջ բարձրացրել է գերեվարված անձանց հարցը, նրանց համար պայքարի մեթոդների հարցը եւ մենք տարիներ շարունակ մեր զոհված զինծառայողների կողքին ենք, զինծառայողների ներողություն ծնողների կողքին ենք, ինչու, որովհետեւ այդ ծնողները նաեւ մենք նրանց դիտում ենք որպես մեզ հարազատներ։ Ես ինքս ունեմ իմ ընտանիքից զոհ պատերազմում, իմ ընտանիքից ես ունեմ զոհված զինծառայող պատերազմում, եւ ես շատ լավ հասկանում եմ այդ մարդկանց էմոցիաներն ու վիշտը, եւ ես եւ իմ շարժումը մշտապես լինելու ենք նրանց կողքին։ Ջրում, օդում, ցամաքում։ Այսքանը։ Շնորհակալ եմ Աննա, մենք առաջիկայում իհարկե այս թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում, խոսելու ասելու շատ բան կա, իսկ ես ուղղակի ուզում եմ մեր ունկնդիրներին հիշեցնել, որ մենք այսօր իսկապես հրաշալի հյուր ունենք պահեստազորի զինվորական համահայկական ճակատ շարժման անդամ Աննա Ղուկասյաններ հերթական անգամ մեր տաղավարում, ում մենք միշտ մեծ հաճույքով սպասում ենք։ Այսօր այսքանը, ցտեսություն։